Ղազախստանը պատրաստ է ամսական մոտ 15-ից 20 հազար տոննա հացահատիկ մատակարարել Հայաստանին, հայտարարել է երկրի սննդի պայմանագրերի կորպորացիան։ Այս միջանցքը կարող է ի վերջո դառնալ Երևանին ղազախական հացահատիկի և այլ բեռներ մատակարարելու երթուղի, հայտարարել է Աստանան, հավելելով, որ հայկական կողմը հետաքրքրված է ղազախական ցորենի կայուն մատակարարմամբ և այժմ բանակցություններ են ընթանում այդ ուղղությամբ։ Ռուսաստանը հայտարարում է, թե ևս 3 գյուղ է գրավել Ուկրաինայում, Կիևը այս տեղեկությունը դեռ չի մեկնաբանել։ Միաժամանակ Կրեմլի խոսնակը պնդել է, թե Մոսկվան ցանկանում է հնարավորինս շուտ ավարտել պատերազմը, սակայն այն լուծելու ջանքերը այժմ փակուղի են մտել։ Ոչ մեր մեղքով, պնդել է նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեղադրելով Ուկրաինային և Եվրամիությանը։ Արդեն 4-րդ տարին շարունակվող պատերազմում Ռուսաստանը վերահսկում է Ուկրաինայի տարածքի մոտ 19%-ը և այժմ էլ փորձում է գրավել ռազմավարական նշանակություն ունեցող Պոկրովսկ և Կուպյանսկ քաղաքները։ Ուկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն խուզարկել է մոտ 5 տասնյակ պաշտոնյաների, այդ թվում էներգետիկայի նախկին նախարարի ու նախագահ Զելենսկու բիզնես գործընկերոջ Տիմուր Մինդիչի բնակարանները, էներգետիկ ոլորտում կոռուպցիայի և ապօրինի հարստացման գործի շրջանակներում։ Անցած ամիս էլ ձերբակալվել էր Ուկրաինայի պետական էլ-ցանցի նախկին ղեկավար Վլադիմիր Կուդրիցկին յուրացման մեղադրանքով, որը նա չի ընդունում։ Ընդդիմախոսներն իրենց հերթին հայտարարում են, թե Զելենսկու կառավարությունը այս քրեական գործերով ուզում է քավության նոխազ գտնել և մեղքը բարթել ոլորտի պաշտոնյաների վրա, եթե էներգետիկ համակարգը այլևս չկարողանա դիմակայել ռուսական հարվածներին։ Միացյալ Նահանգների նախագահը ներում է շնորհել տասնյակ դաշնակիցների, այդ թվում Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանիին, նախկին դատախազ Սիդնի Փաուելին, որոնք մեղադրվում էին 2020 թվականի ընտրություններում Դոնալդ Թրամփի պարտությունը չընդունելու անկարգություններ կազմակերպելու համար։ Թրամփը նշել է, որ այս քայլը վերջ կդնի ընտրություններից հետո ամերիկյան ժողովրդի նկատմամբ իրականացված մեծ անարդարությանը և կնպաստի ազգային հաշտեցմանը։ Ֆրանսիայում դատարանն ազատ է արձակել նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին, ով 5 տարվա կալանքի էր դատապարտվել քարոզարշավի ընթացքում Լիբիայից անօրինական միջոցներ ներգրավելու մեղադրանքով։ Փարիզի դատարանի որոշմամբ 70-ամյա պահպանողական առաջնորդը կմնա ազատության մեջ, քանի դեռ վերաքննիչը չի ավարտել նրա ներկայացրած բողոքի քննությունը։ Սարկոզին, որ բանտում էր գտնվում իր թիկնապահների հետ, այսօր ինքն է դիմել դատարանին ազատ արձակման խնդրանքով։ Նա 20-օրյա բանտարկությունը որակել է որպես մղձավանջ, պնդել, թե առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Մադրիդի գարեջրատներից մեկում վերականգնել են շումերական ըմպելիքներից մեկը, որը պատրաստվում է առանց գարու, եգիպտացորենի, արմավենու և բուրումնավետ բուսական բաղադրիչների հիմքով։ Հնամենի բաղադրատոմսը հայտնաբերել են հնիաբանները Միջագետքում, պնդում են, թե այն 5000 տարվա պատմություն ունի։ Մեր օրերում այն խմողները խոստովանում են, ըմպելիքը գարեջրի նման չէ, բայց հուշում է, որ անգամ 5000 տարի առաջ մարդկությունը փնտրել է գույներ և համեր կյանքը բազմազան դարձնելու համար։